ղեկավար Վարդանյանի հետ։ Պարոն Վարդանյան, 2016 թվականին Արցախյան ապրիլյան պատերազմն էր, ինչ եք կարծում, 2016-ի պատերազմը արդյոք հաղթական էր, կարելի է համարել արդյոք հաղթական։ Կներեք, ես սկսեմ նախաբանից, որովհետև 2016 թվականի ապրիլյան պատերազմին անձամբ մենք մեր զորամասը ունեցել է մեծ ներդրում։ 14 թվականին հետախուզության վարչության պետ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի կողմից ստացանք հանձնարարական Թալիշ գյուղում կար կայծակներ պոստ, որ հենակետ ավելի շուտ կներեք այդ արտահայտության համար, որ երկար ժամանակահատված չէր օգտագործվում։ Մենք 14 թվականին գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի կողմից ստացանք հրաման, որը որ զբաղեցնում էր Հայաստանի Հանրապետության հետախուզության վարչության պետի պաշտոնը, եւ անձամբ իմ գլխավորությամբ հատուկ նշանակության բրիգադից մի խումբ անձինք բարձացանք Թալիշ բնակավայր եւ այնտեղ վերականգնեցինք կայծակ անվանման մարտական դիրքը։ Այդուհետ հետախուզական ստորաբաժանումները մեր այնտեղ մարտական հերթապահություն իրականացրեցին մինչև չարաբաստիկ 16 թվականի ապրիլի 2-ը։ Ոչ մեկ չէր հավատում այդ մեր տված լուրերին, որ պատերազմ է սպասվում, բայց մենք համառորեն հստակ կանգնեցինք մեր որոշման վրա, որի համար մենք ունեինք բավականին մեծ հիմքեր եւ առաջի դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցումը, այնտեղ կար խաչ պոստ, այնտեղից մեր ժամկետային զինծառայողներից մեկն է արձագանք է, որ կա ներթափանցում, կա դիվերսիոն խմբերի ներթափանցում եւ ամբողջ մեր զորամասի կազմով համար 1 հրամանով մենք գտնվեցինք Թալիշ բնակավայրում եւ այնտեղ փորձեցին կանգնեցնել այդ առավիրքը։ Ցավոք, այո, այդ պատերազմի ժամանակահատվածում մենք առաջի անգամ տեսանք, որ հակառակորդը օգտագործում է դրոններ, դա մեր համար պարզ եղավ եւ այդ պատերազմից հետո սկսավ այս առավիրքը։ Դա մենք հետագայում նայելով, ես անձամբ հետագայում նայելով, ես պատկերացնում եմ եւ համոզված եմ իմ տեսածի առումով, որ այդ ամբողջը նախապես պլանավորված եւ փոխհամաձայնեցված պատերազմ էր։ Բայց հաղթական այն համարել կարող ենք արդյոք։ Մենք կարող ենք համարել հաղթական այդ պատերազմը, ես ինչ եմ ասում, որովհետև մեր զինվորը, մեր հայ զինվորը, հայ ազատամարտիկը, հայ ազգը միաբուռ այդ պատերազմին սաղ կանգնեցին ոտքի եւ երկար ժամանակ ամբողջ Հայաստանի Հանրապետության սահմանով մեկ իրանք իրականացնում էին մարտական հերթապահություն։ Եթե կհիշեք, ապրիլին սկսվավ, ճիշտ է 4 օրում կանգնեց, բայց բավականին երկար ժամանակ աշխարհ կա, բայց էր քաղաքական առումով ես իմ ելույթների ժամանակ բազմիցս ասել եմ, բանակը դա քաղաքականության մի մասնիկ է, որտեղ որ քաղաքական լիդերները պարտվում են գաղափարապես, բանակը ուժով ապացուցում է, որ այո, մենք դա մեր իրականությունն է։ Այդ ժամանակ պարտվեց էլի քաղաքական իշխանությունը։ Երկրորդ պատերազմը 44 օրյային էլի մեր բանակը հաղթեց։ Մենք մեզ չենք խաբում, մեր բանակը հաղթեց։ Ճիշտ է, ծանր կորուստներով, շատ մեծ կորուստներով, մեր ազգի գենոֆոնդը եւս մեկ անգամ ոչնչացվեց, բայց քաղաքական իշխանության կողմից
մեր տղերքի պահված տարածքները մի գրչի հարվածով հանձնվեց։ Եվ այսօր կանգնած էլի ասում են, չգիտեմ, դուք եք մեղավոր, նրանք են մեղավոր, նրանք կուզենամ մի բան ասեմ, այո, իրանք ճիշտ են, երկուսն էլ մեղավոր են։ Նախկիններն էլ ներկաներն էլ իրանց քաղաքական շահերից ելնելով, իրանց աթոռներից ելնելով, իրանք պարտվել են, իրանք երկուսն էլ համահավասար ուժեր են։ Մեր համար նախկին ներկա գոյություն չունի այս պարագայում։ Պարոն Վարդանյան, 2016 թիվը սկիզբն էր 2020 թվականի պատերազմի։ Այո, 2016 թիվը դա սկիզբն էր։ Այ 2016 թվին պետքա սկսվեր ինչ-որ մի բան։ Եթե մենք հիշում ենք, 2016 թվականին ոչ թե մենակ քառորյաներ, քառորյայից հետո հետևեց տարբեր առիթներ, որոնք բերում էին պատերազմի դադարեցմանը։ Ու միաժամանակ հանձնվեց իշխանությունը, փոխանցվեց իշխանությունը այն մարդկանց, ովքեր ստանձնեցին, որ այո, մենք պատրաստ ենք այդ քայլին գնալու։ Երբ որ ճակերտավոր վարչապետը, գերագույն գլխավոր հրամանատարը, չգիտեմ ոնց դիմեմ իրան, որ իրան հռչակացել, ինքնահռչակ այդ անձնավորությունը անուլ տար այս ամեն ինչը եւ մի այտենց դեմքով էլի կանգնի, ասի միգուցե ես եմ մեղավորը։ Այո, իրանք են բոլոր մեր առավիճների այսօրվա վիճակի համար մեղավորը իրանք են, թող փորձեն բանակին մեղադրեն, թող փորձեն շարքային զինվորին մեղադրեն, թող մեղավորությունը ման գան իրենց նշանակած բարձրաշրջան սպաների, որոնք որ ցարցակապես ոնց են հայտնվել այնտեղ իրանք ավելի լավ կիմանան, չի կարա ասի, որ ինքը պարտվել է։ Ես եմ շնորհակալ։